Փաստորեն ձեր այսպես կոչին միացել են կուսակցություններ, միասնական հարթակ է ձևավորվել եւ այսօրվանից ձեր ակնկալիքները։ Նախ շնորհակալ եմ ձեզ, որ պատրաստ եք լուսաբանել մեր այսօրվա ակցիան, շնորհակալ եմ այսօր հավաքված մեր երիտասարդներին, այլ կուսակցությունների մեր գործընկերներին։ Այո, օրեր առաջ մենք առաջարկեցինք եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ տարբեր հայկական կառույցներին միասնական կոչով դիմել Եվրոպական միության ղեկավարությանը, գալի գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին, Եվրոպարլամենտի քաղաքական ֆրակցիաներին եւ այլն, եւ այսօր ունենք արդեն 3 հրապարակված հայկական 6 կուսակցությունների կողմից ստորագրված, իրականում ես չեմ հիշում 20-22 տարի այս գործի վրա եմ, չեմ հիշում դեպք, որ այսքան քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ունեցող հայկական կուսակցություններ, որոնք սկի Հայաստանի ներսում տարիներ շարունակ իրար հետ դժվար լեզու են գտել, միավորվեն եւ միասին հանդես գան, միացնեն իրենց ձայնը հանուն, հեսա կընթերցեմ, հանուն այն արժեքների, որոնց հավատարիմ են, հանուն մեր քաղաքացիների, որոնց իրավունքները ոտնահարվում են, հանուն մեր հայրենիքի, որ այսօր գեոպոլիտիկ սակարկման առարկա է դարձել։ Եվ այսպես այսօր հանձնվում է նամակը հանձնվում է Եվրոմիության ներկայացության ղեկավարին, պարոն Մարագոսին, որը այս նամակը ստորագրվել է հետևյալ կուսակցությունների կողմից, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ 2 կուսակցություններ են, Հանրապետականն ու Ժառանգությունը, Սոցիալ-դեմոկրատական Եվրոպական միության անդամ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների անդամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդավարական եւ ազատական ալյանս ՀԱԿ կուսակցությունը եւ Արցախի դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունը, ով մինչ այսօր եւ ապրեն եվրոպացի գործընկերները անդամակցում է Եվրոպական ազատական ալյանսին։ Այսինքն 6 կուսակցություններ, ոչ մեկին չեմ մոռացել, չէ։ 6 կուսակցություններ, 3 նամակը հրապարակվել է, այսօր չեմ ուզում նորից ընթերցել ձեզ համար, ուզում եմ ընդամենը շեշտել, որ այդ նամակում մենք օգտագործում ենք գալիք Եվրոպական գագաթնաժողովի առիթը, որ կայանալու է ամսի 4-ին եւ 5-ին, որպես ոչ թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական շոուի, այսպես ասած, շոուին լուր հետևելու առիթ, այլ այդ առիթով նիկոլական նախընտրական խնջույքը Հայաստանի մասին դառը ճշմարտությունը բարձրաձայնելու առիթ։ Այստեղ զետեղված են 6 հիմնական ուղղություններ, առաջին 4-ը վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքական հետապնդումներին, եկեղեցու վրա հարձակումներին եւ մամուլի ազատությանը, իսկ վերջին 2-ը վերաբերում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառությանը եւ արցախահայության խնդիրներին։ Սա է մեր պահանջը եւ պահանջների մեջ մենք միավորվել ենք նաեւ հետեւյալ կոչերի շուրջ, որ անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղաքբանտարկյալներին, ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին, այս հանդիպումների ընթացքում բարձրաձայնել Հայաստանում տիրող հակաժողովրդավարական վիճակի մասին եւ նաեւ հնարավորինս հանդիպումներ ունենալ նաեւ այլ եվրոպական քաղաքական անդամություն ունեցող այն է այս կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Երեկոյան այս նամակը էլեկտրոնային կերպով ուղղվել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա վան դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ տիկին Մեծոլային, Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավար տիկին Կալլասին, ուղղվել է Եվրոպարլամենտի քաղաքական ֆրակցիաների բոլոր ղեկավարներին, ուղղվել է Եվրոպարլամենտի արտաքին քաղաքական հանձնաժողով, ուղղվել է ազգային կառավարություններին, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի ղեկավարներին եւ այլն։ Այսինքն նամակը 3 սփռվել է, այսօր մենք պաշտոնապես տպագիր կերպով այն հանձնում ենք Եվրոմիության ներկայացուցչության այստեղ Հայաստանում, որպեսզի այս տարբերակով եւս հնարավորություն ունենանք բարձրաձայնելու մեր դժգոհության եւ մեր պահանջների մասին։ Ակնկալիքները, գիտեք, ես Երևանը ամենագրկաբաց քաղաքներից մեկն է աշխարհում, որ ես երբևէ եղել եմ։ Հայերը ամենահյուրասեր ժողովուրդներից մեկն են աշխարհում, որ ես երբևէ հանդիպել եմ, եւ որին պատիվ ունեմ պատկանալու։ Բայց
նման իրավիճակում նորից կրկնեմ, մենք բոլորին գրկաբաց պատրաստ ենք ընդունել մեր հայրենիքում, մեր մայրաքաղաքում, բայց գալ կերուխում անել միայն եւ մի հատ տան տերերից չհարցնել ո՞նց եք, դա թույլատրելի չի։ Իսկ տան տերերը ոչ միայն այս կուսակցություններն են, նաև հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցները, որոնք վստահ եմ ես այս օրերին Երևանում լինելու են բազում ակցիաներ։ Ես վստահ եմ, որ անվտանգության ճակերտավոր նկատառումներից ելնելով Նիկոլենք փակելու են բոլոր հնարավոր ֆիզիկական մուտքերը եւ մոտեցումները դեպի եվրոպական պատվիրակություններ, փսի խանգարեն, որ հանկարծ Նիկոլի մատուցած այդ վիտրինան այն ցուցափեղկը, որտեղ իրանք ցույց են տալու իբր էտա Հայաստանը, չէ, դա Հայաստանի ֆասադն է, իրական հայաստանային մարդիկ են, ովքեր իրենց պայքարի արժեքների համար նստած են, այն մարդիկ են, ովքեր նստած են Բաքվի բանտերում, այն մարդիկ են, որոնք 100,000-ներով փողոցներ էին լցվում եւ պայքարում իրենց ազատության համար։ Հատուկ ուզում եմ շեշտել, այս ակցիան պրո արժեքային է, պրո ազատություն, պրո արդարադատություն, պրո արդարություն եւ պրո մարդու իրավունքներ, որևէ մեկի մտքով այդ նիկոլական ուսապարկերի մտքով չանցնի այս նման մեր ակցիաները, մեր դժգոհությունները մատուցել որպես հակաեվրոպական, ոչ, սա է իրական եվրոպական արժեքների համար պայքարը եւ ցավում եմ, որ այսօր այդքան շատ ոստիկանություն են մոբիլիզացրել, տղեկին չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր այդ հրահանգը տվել են, շատ զարմանալի է, չէ, Եվրոպան գալիս է ժողովրդավարական արժեքների մասին լոլո կարդալու, առաջին անգամ եմ հիշում, որ ինձ դռների մոտից այսքան մեծ պատնեշը բաժանում ոստիկանական, ну չասեմ զորքերի, բայց ծառայողների իմաստը որն էր։ Եվրոպական միություն այսօր Հայաստանում սատարում է ավտորիտարիզմի բռնապետությանը եւ մեր պահանջը միասնական այս ուժերի այն է, որ Եվրոպական միությունը տեր կանգնի իր իսկ արժեքներին, ոչ թե մեր շահերին, իր իսկ արժեքներին։ Պարոն Ազատյան, դուք վեց կուսակցության անուն նշեցիք, կարող ենք ենթադրել, որ ընդդիմությունը ի վերջո մեկ ընդհանուր հայտարարի է գալու։ Տեսեք, ես որ շեշտեցի 6, ես շեշտեցի Հայաստանի այն կուսակցություններից 6-ը, որոնք անդամակցում են եվրոպական համապատասխան ընտանիքներին։ Հայաստանից ընդամենը 7 կուսակցություն է ոնց որ անդամակցում, 6-ը միացել են։ Ես երեք տեսա նաև ՀԱԵԿ նախաձեռնության նամակը, որը կուսակցություն չի, բայց որը նույնպես դիմել է իր եվրոպական կապերով եւ դա շատ ողջունելի է։ Այսինքն ես կարծում եմ, որ իրոք կան արժեքներ, որոնց շուրջ այս կուսակցությունները որպես քաղաքական դաշտի առաջատար ուժերից կարող են նաև այդ արժեքների համար համատեղ պայքար մղել, անկախ քաղաքական տարաձայնություններից, մրցակցություններից եւ այլն։ Նորից կրկնեմ, տեսեք, այստեղ են աջակողմյանները, այստեղ են լիբերալները, այստեղ են սոցիալիստները, այստեղ են քրիստոնյա դեմոկրատները, այստեղ են այսպես կոչված սեպարատիստները Եվրոպայում այդպես են անվանում։ Այսինքն սա շատ եվրոպական քաղաքական ներկապնակով հիմնական քաղաքական ուղղություններով մենք 6-7 ներկայացուցություն ունենք։ Կանաչներ չունենք Հայաստանում եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ, չունենք պատրիոտների կամ սուվերեն Եվրոպայի անդամակցության կուսակցություն, բայց հիմնական քաղաքական բանը ավանգարդը, այսպես ասած, Եվրոպայի հետ համագործակցող այստեղ է։ Հիմա խնդրենք մեր արգելի մասնակիցներին, որպեսզի բարձրացնեն իրենց պլակատները։ Ինչու է այս պլակատը, նորից կրկնեմ, եթե նայեք Գալիք գագաթաժողովի խորհրդանիշին կտեսնեք երկու բան է, կլորակ է, իրանք մեզ ոնց որ նվեր արածելն են, որտեղ Հայաստանում երբ որ երկու կլոր ես տեսնում, ակնհայտ դա կանդալ է։ Հայաստանը կանդալված է, շղթայված է, Հայաստանի ազատության համար պայքարող մարդիկ եւ Արցախի ազատության համար պայքարող մարդիկ շղթայված են, Հայաստանում շղթայված են բոլոր ֆունդամենտալ ազատությունները, խոսքի իրավունքից մինչև խղճի ազատություն։ Եվ սա է այսօր միավորում Նիկոլ Փաշինյանին եւ Եվրոպական միության ղեկավարությանը։ Իրանք այս կանդալի մի մասն են։ Եվ մենք կոչ ենք անում վերջ տալ երկդիմիությանը, լիցեմեր չլնել, այսպես ասած, երեսպաշտ կներեք եւ կանգնել հանուն ժողովրդավարության։ Սա է։ Որը դա էլ է, ինչ սրտիկ, այդ սրտիկն էլ է կանդալ։ Այդ սրտիկ չի իրականում, ես մի անգամ ամելով ասել, այո,
շատ նման է եւ սա ճիշտ ընտրված լոգո է եւ ես ուրախ եմ, որ ակցիաների մի զգալի մասը անցնելու են հենց այս սայը Նիկոլ Եվրոմիություն։